Հիմա ես ներկայացնեմ ձեզ, հիմա ես եկել եմ եկեղեցի, որպեսզի որ մոմ վառեմ, բայց եկեղեցին փակ է։ Ես չեմ կարողանում վառեմ, հիմա պետքա քարերի վրա տնենք մոմը վառենք, ինչա կատարվում, չեմ հասկանում։ Տեղյակ եք, որ այսօր առավոտից ծն էստեղ է գործողություններ են անում։ Ոչ։ Ինչ եք մտածում այդ իրավիճակի մասին։ Դե ես չեմ կարող ասենք, ինչ այսի շատ վատ բան է։ Արդեն ասենք էսի չեմ հասկանում ինչա կատարվում, ասենք էսի մեր հայ ազգի համար աբսուրդ է։ Ջոկ աբսուրդ է։ Ծանոթ եք քահանաներին, հոգևորականներին, որոնց այսօր կալանավորել են։ Չի տեղ Կալանավորը բերման են ենթարկել։ տեղյակ չեմ։ Տեղյակ չեք։ Չէ, բայց մենք եկեղեցի գալիս ենք, միշտ գալիս ենք եկեղեցի, բայց նես չէ որ իրանք շատ վատն են, շատ լավն են, մենք իրանցից դժգոհություն չունենք, ոչ մի բան։ Ոչ մի խնդիր։ Երբևէ որ հոգևորականները ձեզ ուղղորդեն, ասեն գնացեք ընդդիմության ակցիաներին եւ Ոչ։ Իրանք այդ հարցով ոչ մեկի, որտեվ իրանք ասում են, մեր Հիսուսին են ասենք, իրանք միշտ քարոզում են, ասենք, ասում պետքա ասենք պատկանենք, մենք այսքան ժամանակ ոչ մի կոռեկտիվ պատասխան իրանցից չենք լսել, ոչ մի։ Մենք իրանցից շատ գոհ ենք։ Օրինակ մենք ունենք ստեղ քահանա, Տեր Հովեր քահանա, որ շատ լավն է, Տեր Համբարձում քահանա շատ լավ արել է։ Այն ժամանակ էլ դե ես ասենք չգիտեմ, չեմ ճանաչում ոչ մեկին, բայց ոչ մեկից էլ դժգոհ չենք եղել։ Բայց էսի աբսուրդ է։ Հիմա ինչ անեմ, ես մոմը վերցնեմ այս քարերի վրա, դնեմ մոմը վառեմ հիմա։ Ջոկ աբսուրդ է, խայտարակությունն է մեր հայ ազգի համար։ Այդպիսի դեպք, որ իրավապահները ածն մտնեն եկեղեցի, առաջնորդարան։ Չի, ես չեմ տեսել այս բանը, չէ։ Այս իմ համար ասենք շատ վատ բան է, որ ես այս պահին ասենք հիվանդ եմ, եկել եմ որպեսզի որ մոմ վառեմ, ասուն խնդրեմ, եկեղեցին մտնեմ, որ ասենք գիտեք ոնց, որ հոգիս հանգստանա, հոգիս շատ վատնա, ասենք ամոթ է, չի սազում, ոչ մեկին։ Իրանցը պետքա կոռեկտ պահեն, թե քահանաների հանդեպ, թե ասենք մարդկանց հանդեպ։ Եկեղեցին ասուտումն է, իրանք իրավունք չունեն փակեն։ Հա, բայց այս խայտարակություններ, ես օրինակ որ հիմա ուզեմ, ստեղ մոմը պետքա վառեմ գնամ։ Վերջի պահում այդ է։ Ոյ քիզ բան, խայտարակությունն է։